Պարոն Մնացականյան, նախ գործընկերային այս դրվագի մասին եկել եք մասնակցում եք ՀԱԿ-ի համագումարին, առհասարակ ընդդիմադիր շրջանակները ինչ հույսեր պիտի ունենան սպասվող ընտրություններում եւ դուք ինչ եք կանխատեսում ուր է տանելու մեզ այս քաղաքական process-ը։ Քաղաքական process-ը ընտրության մասին է, այո, նաեւ նախընտրական։ Դա ինքն բարդ է իրականում, որտեղ ընտրությունը որոշում է մի օրում։ Նախընտրականը հաշվի առնելով, որ օր-օրի ինչքան բան է փոխվում, զարգացումներ են ունենում, բայց մեր բոլորիս պարտականությունն է եւ պարտքն է ընդհանրապես տրամադրվածներ պոզիտիվ։ Միանշանակ, որովհետեւ ես իրականում թե որպես քաղաքական գործիչ, թե նաև պետական ապարատի աշխատանքային փորձ ունեցող, թե նաև մասնագիտությամբ իրավաբան կարող եմ ասել, որ ես հավատում եմ ընտրությունների արդյունքներին, որտեղ ինչ ընտրություն է, ինքը ընտրությունը ամենասկզբում ինքը արդարություն է։ Ինքը էմոցիաներով մարդիկ գալիս են ակնկալելով արդարություն։ Եվ ես կարծում եմ, որ հունիսի 7-ին հայ ժողովուրդը, նաև Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կունենա այդ հաղթանակը միանշանակ, որովհետև այլ կերպ հնարավոր չէ, որտեղ իրոք սա շատ են կրկում այդ բառը, բայց իրոք սա գոյաբանական հարց է։ Սա ընդհանուր մեր առաջին հերթին հայ ժողովրդի ամենակարևոր ինքնության նախադրյալներից մեր ինքնության, այսինքն եկեղեցու եւ տեսնում եք էլ ընդհանուր շատ պայքար է։ Ես կարելի է անընդհատ խոսել, ուղղակի կարծում եմ, որ դուք այլ մարդիկ եք, որ կարող են ավելի պատասխանել։ Եղավ, շնորհակալություն։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը միավորվեց Սամվել Կարապետյանի ուժեղացնելու շուրջ։ Արունել են արդյոք այդ ընդդիմադիր ուժերը այդ հետացումների գիտություն եւ կընդունեն Արսենի։ Ես ուշադիր լսել եմ միջացել է պարոն Տեր-Պետրոսյանը եւ մնացած բոլոր նախագահները, ուշադիր հետևում ենք եւ շատ հարգում ենք, բայց կոնկրետ ես կարող եմ պատասխանել մեր կուսակցության անունից, հաղթանակ կուսակցության անունից, մենք որևէ որոշում չունենք։ Մենք ընդհանուր պաշտպանում ենք բոլոր քաղաքական օպոզիցիոն քաղաքական կուսակցություններին, բայց քանի որ հաղթանակ կուսակցությունը հիմնականում ավելի շատ վերաձևակերպել ավելի շատ քաղաքային ընտրությունների համար, եւ գիտեք մեր թիմը քաղաքային ընտրություններով զբաղվում, իսկ ինչ կատարվում է Երևանում, դուք հիմա հասկանում եք, հետո դա նաև բոլոր մնացած փոքր քաղաքներին եւ գյուղերին անդրադառնալ։ Մենք պատրաստ ենք բոլոր քաղաքական կուսակցություններին ընդդիմադիր, երբ կսկսեն գրվել արդեն ծրագրերը, որովհետեւ են ավելի գերակետ եւ ավելի ժամանակակից եւ ավելի ընդհանուր պետական ապագայի քաղաքների համար, մենք պատրաստ ենք բոլոր կուսակցություններին որպես քաղաքային պլանավորման չորթի մասնագետներ տրամադրել այդ խորհրդածությունը քաղաքային պլանավորման համար, որտեղ այս ինչ որ հիմա Երևանում կատարվում է, դա նաև սխալ քաղաքային պլանավորման պատճառ է։ Դա կլինի ծառերը, դա կլինի այդ փոսալությունները, չգիտեմ, ասֆալտը, կառուցապատումը, կարմիր գծերը, որտեղ դրանք իրականում քաղաքային պլանավորման հարցեր են, իսկ քաղաքապետարանի աշխատանքը ժամանակ անցել է, որ քաղաքային իշխանությունները պետք է լինեն քաղաքական կուսակցություններ կամ քաղաքական լիդերներ։ Հետո ստեղծվեցին, որ լինեն, չգիտեմ, մենեջերներ, բայց իրականում հավատացած եղեք, այն քաղաքներն են իմ աշխարհում հաջողված, որոնք քաղաքապետերը ավելի շատ ուրբանիստներ են, այսինքն քաղաքային պլանավորման եւ քաղաքային կառավարման հստակ, չգիտեմ, թե որպես մասնագիտություն, թե որպես փորձառություն հաշվի առնող մարդիկ։ Պարոն Մնացականյան, դուք այդ մարզերի հետ աշխատություններն եք, ունենք եւ շատ ջեր եւ Հայկ Մարությանը եւս ցանկանում ենք հաջողություն եւ հուսով եմ որ Հայկ Մարությանը եւ համոզված եմ որ հաջողի ստացի որտեղ Հայկ Մարությանը շատ հայրենասեր է Հայկ Մարությանը իրականում գիտեք եզակիներից է որ Երևան քաղաքի ես կտրվածքով թույլ տվեք ասեմ Երևանցին սիրում է Հայկ Մարությանին եւ հենց դրա համար էր որ եթե հիշում եք այդ վերջում որ վարչապետը որ կտան պոլերին թե ասֆալտի քաղաքապետարանի դիմաց այդ չգիտեմ վարչապետին ոչ վայել այդ որ սկսեցին հա այդ օգտագործել հենց կենտրոնացած են Հայկ Մարությանի վրա ես չգիտեմ իրանք ինչի են այդպես կռիվ տալի անդադ Հայկ Մարությանի հետ Հայկ Մարությանի ստվերի հետ Հայկ Մարությանի հաջողությունների հետ բայց ես տեսնում որ այդ կուսակցությունները եւս շատ աճել են շատ առաջ են գնում եւ բոլորին ցանկանում են հաջողություն չգիտեմ հավաքական նախորդ նիստին այլեկել չէ բայց այդ նախորդ նիստին օրակարգեն հարցեր գրեցողված քաղաքային իշխանությունը քաղաքապետի քաղաքապետի մոտակով Մարությանի առաջարածների քննարկում ասում են աջուձախ շինություններ դվել կառուցապատում ու մեր վնաս են երկրները որոնք անընդհատ պայքարի մեջ են նախնիների հետ հավատացեք նրանք ապագայի ճանապարհ չեն կարող անցնել
Դա մենակ Հայաստանը չի, տեսնեք, ամենամեծ գերտերությունները թողած իրենց խնդիրները գնում են ասեն Հայկ Մարությանին հանգիստ թողեք եւ անգամ իսկ նախկին քաղաքապետերին դուք պետք է տալ վերլուծություն, այսինքն 8 տարի անցել է, պետք է օրինակ նույն ավականի կազմել մա ժամանակավոր հանձնաժողով, ամեն քաղաքապետի ընթացքում ասենք որ քաղաքապետը իրական եղել է, չէ՞ լավ բաներն են արում, մենք վատ բան չեն արել կամ ինչ որ չէ, խնդրահարույց։ Եկեք դա էլ հասկանանք, բայց մենք որևէ ձև չենք վերագնահատել քաղաքապետարանի աշխատանքը, բայց այդ ավական նույնիսկ որ ասում եք, ես արդեն սկսել եմ չհետևել մենակ նրա համար, որտեվ ի սկզբանե խնդիրը մեծ խնդիրը նրանում է, որ ինչի պետք է Երևանի քաղաքապետը լինի նաև ավականու ղեկավար։ Այս սա է ամենը, եկեք սենց հարցեր ասենք քննարկենք, բայց դա չէ, դա նույնն է ոնց որ վարչապետը եւ ազգային ժողովի նախագահը նույնն է։ Շնորհակալություն, գնանք դուք հետ շնորհակ։